Հարգելի քաղաքացիներ, բարի օր ձեզ։ Ուզում եմ ներկայացնել ամփոփ տեղեկատվություն Հայաստանում սուրշնչական վարակներով համաճարակային իրավիճակը։ Մենք ամենօրյա մոնիտորինգ ենք իրականացնում թե հիվանդացության եւ թե ԱԱՊ հիվանդանոցային օղակ եւ շտապ օգնության ծառայության դիմելության աճի մասով եւ իհարկե մանկապարտեզներում եւ դպրոցներում բացակայությունների թվի մասով։ Հարգելի քաղաքացիներ, ընդհանուր դպրոցների կամ մանկապարտեզների դասապրոցեսը կանգնեցնելու մենք իրավիճակ չունենք, սակայն մենք ունենք շատ հստակ մեթոդ եւ գծագրված մեխանիզմ աշխատանքի, որ այն դասարանները, որտեղ բացակայությունների թիվը 20%-ից ավել է, այս դասարանները կարող են անցնել հեռավար ուսուցման։ Մենք մեր կրթության գործընկերների հետ ամենօրյա կապի մեջ ենք եւ այս հետ մոնիտորինգի արդյունքներով դասարանները ինքնուրույն կարող են անցնել հեռավար դասապրոցեսի, որ մի կողմից պաշտպանենք մեր երեխաների առողջությունը եւ հնարավորություն տանք, որպեսզի վարակի այդ դպրոցներում կոնկրետ իջնի թվաքանակը, բայց մյուս կողմից էլ չխաթարենք ընդհանուր հանրապետությունով դասապրոցեսը։ Եվ նորից եմ ուզում կրկնել, ընդհանուր առմամբ համաճարակաբանական գործիքները պետք է ճիշտ կիրառվեն եւ այս վերջերս անընդհատ քաղաքացիների կողմից այս հորդորներն են հնչում, ուզում եմ դուք իմանաք, տեղեկացված լինեք, որ բոլոր գործիքները կիրառվում են ըստ ցուցման եւ եթե լինի համաճարակաբանական այնպիսի իրավիճակ, որ կարիքը կլինի ընդհանուր դասապրոցեսի մասին որոշումներ կայացնել, ապա մենք դա կանենք, սիրելի քաղաքացիներ։ Առողջ եղեք, խնդրում ենք այն քաղաքացիները, ովքեր որ չունեն ախտանշաններ եւ կարող են պատվաստվել, օր առաջ պատվաստվեն, որովհետեւ այսօր շրջանառվող գրիպի շտամը ատիպիկ շտամ է եւ բավական ագրեսիվ է։ Դրա ուրեմն պատվաստանյութում արկա հակամարմինները վստահ եղեք, պաշտպանական շերտ կձևավորեն եւ չեք վարակվի այս տարվա այս ագրեսիվ շտամով կամ վարակվելու պարագայում շատ ավելի թեթև ախտանշաններով կտանեք։ Առողջ եղեք, հետևեք ձեր առողջությանը։